Տիրոջս ենք փառք, մենք իհարկե մեր նպատակը իր հետ լինելն է, երկնային աշխարհության մեջ իր հետ լինելն է, եղբայրներ, քույրեր, մենք այս բանի համար ենք հավաքվել, նպատակ ունենք եւ նպատակը մեկն է, որ ապրենք Հիսուս Քրիստոսի հետ հավիտենության մեջ, իր թագավորության մեջ։ Ինքը մեզի բոլորիս հրավիրել է եւ Երանի է նմաշտուն, ով իր հրավերին կարձագանքի։ Այսօր ես հավատում եմ, որ մենք ոտք ենք դրել այստեղ, իր հրավերին արձագանքել ենք։ Իհարկե, ինչ որ կքարոզվի, ինչ որ կսվի Սուրբ գրքից, սրանք հեքիաթ չեն, սրանք իրականություն է։ Կա հավիտենական դատաստան, պատիժ, կա հավիտենական փրկություն։ Տեր Հիսուս Քրիստոսը մարդու համար հավիտենական ծրագիրը կատարել է եւ խաչի վրա ինքը ասեց, որ Հայր ամեն բան կատարվել է։ Մեր փրկության հարցը, մեր նախադիկը, մեր պատիժը, մեր դատաստանը, ամեն բան ինքը իր վրա է վերցրել եւ մեզի ազատել է այդ ամենից։ Այսօր որքանով մենք արձագանքենք այս ամենին, սա արդեն մեր կողմն է։ Ես որոշ համարներ պիտի կարդամ Սուրբ գրքից, Դանիել մարգարոյությունից 12:1-ից, Դանիել 12:1 Այն ժամանակ Միքայել մեծ իշխանը պիտի ելնե, որ քու ժողովրդիդ որդիների վրա կենա, ու այնպիսի նեղության ժամանակ պիտի գա, որու նմանը ազգը լալեն մինչև այն ատեն եղած չէ, եւ այն ժամանակ քու ժողովուրդդ պիտի ազատվի, այսինքն ով որ գրքի մեջ գրված գտնվի։ Երկրի հողի մեջ քնացողներու շատերը պիտի արթնանան, ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք ալ նախադիկի ու հավիտենական անարգանքի համար։ Եվ իմաստունները երկնքի հաստատության լույսի պես, ու անոնք, որ շատերը արդարության կառաջնորդեն, աստղերու պես պիտի փայլին հավիտյանս հավիտենից։ Կա ուրեմն հավիտենական կյանքը պատրաստված, կա հավիտենական մահը էլի պատրաստված։ Ես երեք երիտասարդականին մի խոսք էլ ասեցի, այդ խոսքը շատ է տպավորված իմ մեջ։ Մեկը մեծ ծևի խոսք կսեր, հարցը գիտեք որն է, հարցը նա չէ, թե երբ մարդը ծունգի կուկա, թե չի գա, հարցը այն է, թե երբ ծունգի կուկա։ Այս խոսքը շատ է տպավորվել։ Այսօր մարդիկ հարցը այն չէ, թե ծունգի կուկան, կհավատան, կպաշտեն, կտրվեն ամբողջ սրտով Քրիստոսին, բայց հարցը այն է, թե երբ պիտի կեղնի։ Ուրեմն մեզի տրված է ժամանակ, որի մեջ պիտի մենք հասցնենք տեղավորվենք։ Ժամանակ, որը շատ արագ տեմպերով կանցնի։ Եվ մենք բոլորս համոզված ենք, իհարկե, որ կյանքի տարիները շատ արագ տեմպով կանցնին։ Մեծամասնությունը ցավոք, շատ մեծամասնությունը իրանց ժամանակը կուտան տարբեր բաներով զբաղվելու, բայց ամենակարևոր խնդիրը, ամենակարևոր բանը, որ մարդու հոգու փրկության հարցն է, մարդը կանտեսե։ Հովանու ավետարանի մեջ ես կուզեմ հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Հովանու 5:25 Ճշմարիտ կսեմ ձեզի, թե ժամանակ պիտի գա, եւ հիմա ալ է, երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդու ձայնը, եւ անոնք, որ կլսեն, պիտի ապրին։ Մենք բոլորս մի ժամանակ ինչ էինք։
մեռած էինք։ Եփեսացիս թուղթը կփաստե այդ մասին։ Եփեսացիս 2:1 դուք հանցանքներու ու մեղքերի մեջ մեռած էիք։ Հանցանքի մեղքերի մեջ մեռած էիք։ Ինքը ձեզի կենտանացրեց։ Ինքը մեզի կենտանացրեց։ Եվ երբ որ մենք լսեցինք իր ցայնը, ինչ եղանք։ Կենտանացանք։ Եվ Աստված մեզի կենտանացրեց։ Հասկացանք, որ կյանքը անիմաստ չէ։ Կյանքը անիմաստ չէ այն մարդու համար, ով որ Քրիստոս ունի։ Եվ ով որ Քրիստոս չունի, դուք պատկերացրեք, Աստված ոչենել է, մե պահան մե մդովի պատկերացրեք։ Չունենային Քրիստոս։ Անիմաստ չէր։ Ապրելը անիմաստ չէր անի։ Բայց որ ունիս Քրիստոս, կյանքդ կիմաստավորվի։ Գիտես ում ես հավատացել եւ գիտես ուր կեշտաս։ Գիտենք ուր պիտի եշտանք։ Եվ դրա համար արժե փառք տալ Տիրոջը, արժե ապրել, արժե իր համար ապրել, ոչ թե մեր համար ապրել, այլ իր համար ապրել։ Եվ կշարունակեմ խոսքը։ Վասնզի ինչպես հայրը իր անձի մեջ կյանք ունի, այնպես ալ որդուն տվավ, որ իր անձի մեջ կյանք ունենա։ Իհարկե, Աստված իր կյանքը տվեց որդուն, միտքը էս է, որ ով որ որդուն հավատա կյանք ունենա։ Եվ դրա համար մահը չկարողացավ հաղթել Հիսուսին։ Ինքը հաղթեց մահին եւ այդ հաղթությունը այսօր ընձյուղ քեզի է փոխանցվե, իր անունը փառավորվի։ Պողոս առաքյալը ինչի համար կսե Կորինթացիս թղթի մեջ, ուր է ով մա քո խայտոցը, ուր է ով գերեզման քո հաղթությունը։ Այդ հարցը լուծված է։ Այդ հարցը լուծված է։ Իր անունը փառավորվի։ Նայեք 27 խոսքը կսե. Դատաստան ընելու իշխանություն էլ տվավ անոր քանզի անիգա որդին մարտոյ է։ Եվ Հովանու 5:22, այս նույն Հովանու 5:22-ի մեջ է կուտա, որբիսի ամեկը պատվեն որդուն, ինչպես հայրը կպատվեն, ան որ որդուն չի պատվե, զանիգա ղրգող հայրնալ չի պատվե, քանզի հայրը մեկը չի դադե, հապա ամեն դադաստան որդուն տվավ։ Ամեն դադաստան որդուն տվավ։ Եվ շարունակությունն է հետաքրքիր է։ Ասոր վրա մի զարմանակ, Հիսուսը ինչ կսե, չզարմանակ, ինչ որ մի կսեմ, չզարմանակ հանգարց։ Իհարկե, դեղ հավատացած եմ ես, շատ ժողովուրդ կար, իր բոլոր դիկը։ Եվ կսե չզարմանակ եմ ինչ որ դիսեմ, ժամանակ պիտի կա։ Այդ ժամանակը կուկա։ Մարդը ուզե թե չուզե, Աստծո սահմանված օրը եւ ժամը պիտի հասնի, պիտի գա։ Մարդու անկախ մարդու հավատքից է։ Ժամանակը ինքն է ստեղծե եւ ինքը ժամանակի մեջ չէ։ Մենք ենք ժամանակի մեջ, բայց ժամանակ կուկա, որ Աստծո տված օրը, Աստծո սահմանված ժամը կհասնի։ Եվ կսեմ մի զարմանակ ինչ որ պիտի սեմ։ Բոլոր գերեզմանների մեջ եղողները անոր ցայնը պիտի լսեն։ Ու դուրս պիտի կան անոնք, որ բարի գործել են կյանքի հարության համար, եւ անոնք, որ չար գործել են դատապարտության հարության համար։ Այսինքն նա խոսում է վերջին դատաստանի մասին։ Եվ նախապես Աստված մեզ այս ամենից ազատել է։ Նախապես Աստված մեզ ընձի ու քեզի ասել է այս ամենի մասին։ Պողոս առաքյալը, ես կուզեմ հիշատակեք նաև Գործկարակելոցի 24-ի մեջ 15 համարը հույս ունիմ առ Աստված, ինչպես ասոնկալ ակնկալություն ունին, թե մեռելների հարություն պիտի լա, թե արտարների եւ թե մեղավորների։
Եվ ես այս բանի համար կճանամ, որ ամեն ադեն մաքուր խժմեդանք ունենամ Աստծո առջև ու մարդկանց առջև։ Ես առաքյալը ինչ կսե, ես այս ամենի համար կաբրիմ, որտեվ հույս ունիմ մեռելների հարություն պիտի լինի եւ կուզեմ, որ թե Աստծո առաջ, թե մարդկանց առաջ մաքուր խժմեդանք ունենամ, այսինքն որևիցե մեկի հետ խնդիր չունենամ ես։ Ապրիմ այնցև ինչպես Տերը ինձ կսե, ապրիմ այնցև ինչպես Աստծո խոսքը ինձի կսե, կառաջնորդե, ապրիմ այնպես ինչպես Սուրբ Հոգին ինձի կառաջնորդե, եւ սպես ապրելով մենք իհարկե կմիանանք իրան, կուկա մի օր եղբայրը հիշատակեց համարներ, իհարկե Հիսուսը շատ առակներ կսե այդ մասին, մանավանդ շատ տպավորիչ է իմաստուն կույսերի առակի պահը, երբ որ մարդիկ կսպասեին Տիրոջը, իրենց ժամանակ էր տրված փնտրելու, ժամանակ էր տրված թագելու, ժամանակ էր տրված փնտրել վերջը հավատալու, ամեն ինչ բան տրված էր, բայց արի ու տես, թե կեսը իրենց ժամանակը այլ բաների վրա օգտագործեցին։ Եվ երբ որ պահ հասունացավ, երբ որ Աստծո տրված ժամանակը եկավ, ինչ տեղի ունեցավ։ Գրված է պատրաստ եղողները, չէ՞։ Պատրաստ եղողները գնացին, միացան Հիսուսին եւ ինչ եղավ, դուռը ինչ եղավ, փակվավ։ Դուռը փակվավ։ Այլևս հնարավոր չէ։ Ինչպես 100 տարի տաբարին դուռը բաց էր, մարդ ուշադրություն չէր դարձնե, անգամ ցնորական խոսքեր գտվար Նոյի ասածը բոլորին, բայց եկավ էլի այդ պահը, եկավ էլի այդ ժամը, եկավ այդ օրը եւ փակվավ դուռը։ Մարդիկ ուզեցին բացել, մարդիկ ուզեցին փրկություն, մարդիկ ուզեցին ներս մտնել, բայց բացող չկա։ Քանի դեռ Հիսուսը մեզ համար այսօր փրկիչ է, քանի դեռ դուռը բաց է, քանի դեռ հնարավորություն կա մտնելու, մենք մեր հոգևոր կյանքին ավելի լուրջ ուշադրություն դարձնենք։ Ապրենք այնպես, ինչպես ինքը կուզե։ Գսե դուք մեծ գնով ծախու առնվակ, չէ՞։ Ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմինների եւ հոգիների մեջ։ Դուք ձեր անձի տերը չեք, միտեղ էլ պես կշեշտե։ Այսինքն Աստված ինչպես կուզե, այնցև ես պիտի էժտամ առաջ։ Այլապես դուռը կփակվի եւ այն ժամանակ Քրիստոսի երկրորդ գալուստին ոչ թե Հիսուսը կեղնի ինձի համար փրկիչ, այլ կեղնի դադավոր։ Ստոնք շատ մեծ տարբեր բաներ է։ Հիմի Հիսուսը ինձի համար փրկիչ է։ Բայց հետո երբ դուռը փակվավ, եկեղեցին վերցվավ, այն ժամանակ կեղնի արտենահեղ դադավոր։ Մենք այս բանի համար կհավաքվենք, այս բանի համար կխոսանք, այս բանի համար կկիսվենք իրար հետ, որպեսզի որևիցե մեկը չզրկվի։ Որևիցե մեկը չզրկվի։ Փրկության հնարավորություն կա, փրկության հույս կա, երկինք մտնելու ճանապարհ կա, եւ այդ ամենը Հիսուսը ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Մենք հաստատ համոզված ենք, որ մենք բոլորս կընդունենք այս իրականությունը եւ հավատացել ենք իրան մեր ամբողջ սրտով։ Այլապես այսօր ստեղ չէինք եղնի։ Աստված օրհնե բոլորիդ, որ այս իրականությանը որևիցե մեկը մատների արանքով չնայե։ Ինչպես առաքյալը ասավ, մաքուր խժմտանք ունենամ համ Աստծո առաջ, համ մարդկանց առաջ։ Ես մի երկու խոսք էլ կարդամ Պողոս առաքյալի խոսքերից։ Փիլիպպեցիս
թուղթ նկարծեմ։ Ֆիլիպեցիս 3-ի 8-ից բերեք կարտանք, այսինքն 7-ից։ Բայց ինչ որ ինձի շահ էր, զանիգա Քրիստոսի համար վնաս սեբեցի, եւ իրավ բոլոր բաներն ալ վնաս կսեբեմ իմ Տիրոջ Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որու համար ամեն բան է զրկվեցա եւ աղտեղություն կսեբեմ, որպեսզի Քրիստոսը շահեմ։ Այսինքն առաքյալի կյանքի նպատակը որն էր, Քրիստոս ունենալը, եւ ամեն բանից կզրկվիմ, ամեն բան աղտ կհամարեմ, ինչ որ շահեր ինձի, այդ ինչն է շահիրան, որ ինքը վնաս համարեց, այդ ինչ բան աղտեղություն համարեց, մի ժամանակ ինքը կսեր ես բան եմ, փարիսեցի եմ, չէ, ինքը կսեր ես կամախելի ոտքը ինչ եմ մեծացել եմ, այսինքն կրթություն եմ ունեցել, չեմ սե դրանք պետք չեն, դրանք պետք են, բայց դրանցով ապրել, հասիկ տարբեր բաներ է, բարձենալ, եւ ես Հռոմի քաղաքացիություն ունիմ, մի ենթադրենք մեկը Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունի, բարձենա, դրով ապրելը իմաստ չունի, Քրիստոսով ապրելը իմաստ ունի, եւ ու իր մեջ գտնվիմ ոչ թե իմ արտարությունս ունենամ, որ օրենքին է հապա Քրիստոսի հավատքով եղած արտարությունը, որ աստծմե է հավատքով, որպեսզի ճանճնամ զանիգա եւ անոր հարության զորությունը ու անոր չարչարանքներին հաղորդ տլամ, անոր մավան կերպարանք առնելով, որպեսզի մեռելների հարությանը հասնիմ։ Նպատակը սա էր, որ վերջին օրը, երբ որ հրեշտակը փողը հնչեցնե մեռել նոր կարտածին Հովանու թղթերի մեջ, Ավետարանի մեջ, մեռելները հարություն առնեն եւ կսե Երանի Քրիստոսով ննջողներին, չէ՞։ Երանի Քրիստոսով ննջողներին։ Ես չգիտեմ, ժողովուրդ ջան, մենք իհարկե արդուշախբերը սա վերջի օրերն է, ես չգիտեմ, վերջի օրերը մենք Աստծո տված ժամանակի մեջ էս ընտասկի կտեղավորվի մեր կյանքը, թե չի տեղավորվի։ Բայց բոլոր դեպքերում Քրիստոսը մարդը կորցնելու բան չի ունենա այն դեպքում, երբ որ ինքը Քրիստոս ունի իր կյանքում։ Կորցնելու բան չի ունենա։ Մեռնի է, մեկ է, պիտի ապրի։ Սպես տեմպես կորցնելու բան չի ունի։ Մենք այս բանի համար կապրենք, այս բանի համար կհուսանք, այս բանի համար կհավատանք։ Տերը օրհնե բոլորիդ, որ մենք Աստծո առաջ ուղիղ եղնենք, ճիշտ եղնենք, մաքուր եղնենք, անկեղծ եղնենք։ Իր անունը փառավորվի։ Ամեն։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, Տերը օրհնե բոլորիդ ներկայությամբ շատ ուրախ ենք, ձեզ տեսնելով ուրախանում ենք, ճիշտ ասած մինչև ժամը 11:30 այդքան ժողովուրդը կամաց եկավ, շատացանք, մի քիչ ուշ, բայց ոչինչ, դա Աստված ավելին լինենք, մեր սրտերը Աստծո տան մեջ լինի, մենք մեկս մեկով ենք ուրախանում, երկնային քաղաքացի ենք, այս աշխարհը մերը չէ, մի օր պետք է երթանք երկինք, մենք ստեղ հույր ու պանդուխտ ենք, Քրիստոսի այրամբ գնված ժողովուրդ ենք, ապրելու իր համար, Տերը թող օրհնե ձեզ, որևէ մեկը թող ոչ հուսահատվի, ոչ ընկճվի, գիտեմ, որ այստեղ բոլորդ կարիքներ ունիք, հոգսեր, խնդիրներ, աշխարհում լինենք, էլի կունենանք, այնպես չի, որ առանց Քրիստոսի մենք ոչ մի խնդիր պիտի չունենանք, բայց կարևորը, որ մենք այսօր ունենք Քրիստոս, որով կարող ենք մխիթարվել, հաղթահարել ամեն դժվարություն, համբերել, սպասել եւ հավիտենական կյանքի հույսով այս աշխարհում ապրել։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ճիշտ ասած, որ այսօր Կիրակի է, Կիրակի օրը շատ նորեր կան, երևի պես կան նորեր կամ
ավելի քիչ ժամանակով հաճախողներ, այդպես սրտիս մեջ մի բան ընկա, որ ուզում եմ ասեմ, խոսեմ այդ մասին։ Ես հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր այդպես կարծես թե ճշմարտությունը ման են գալիս։ Կան մարդիկ, որ տարբեր հավատացյալների հետ են շփվել, տարբեր տեղեր են գնացել եւ ուզում են իրանք փնտրել, ման գալ, հասկանալ, վերջապես ճշմարտությունը որն է։ Ճանաչում եք այդպիսի մարդկանց։ Ես շատ եմ հանդիպել, մարդիկ կան, որ այդպես ուզում են իրաց խելքով, իմաստությամբ, դեմ չեմ, մարդը փնտրում է, բայց Աստվածաշունչն ասում է, որ մարդը իր մարդկային իմաստությունով, այս աշխարհի իմաստությունով անհնար է ճանաչել Աստծուն։ Կիմանաս։ Եվ երբեմն այդպիսի մարդկանց հետ շփվելով նկատել եմ, թե ինչ են առանձնացրել, ինչ են նայել, եւ շատ անգամներ մարդիկ նայում են երևույթին, հիշում եք, երբ որ Հիսուսը տաճարից դուրս եկավ, իրան ցույց տվեցին տաճարի քարերը, հա, գեղեցիկ զարդերը, եւ իրան ուշադրությունը դրեցին, ասին Տեր, տես ինչ գեղեցիկ են, բայց Հիսուսը մտել էր այդ տաճարը նայելու ոչ թե արտաքին բաներին, այլ նայելու Աստվածապաշտությանը։ Շատերը, որ մտնում են այդպես հավատացյալների միջավայրում, հետաքրքիր է, թե իրանց ինչն է առաջինը գրավում։ Կիմանաս։ Միգուցե շատերը իրանց ճաշակն են բավարարում, ասենք շենքը մեր ճաշակով էր, գնանք այն շենքը, որտեղ մեր ճաշակով էր, չգիտեմ, նստարանները մեր ճաշակով են, այնտեղ օդի ջերմաստիճանը նորմալ է, ոչ կմրսես, ոչ կհիվանդանաս, այնտեղ մարդիկ բարեհամբույր են, կարելի է գնալ այնտեղ, մարդիկ շատ սիրալիր են, չգիտեմ, կան շատերը, որ նայում են այդպես, ես հիշում եմ, այստեղից մի 20 տարի առաջ ավելին, մի պաշտամունք եղավ, այդպես պաշտամունքին մի երիտասարդ, այդպես կրակոտ, բորբոքված խոսում էր, եւ եղավ, որ պաշտամունքը բրձավ, մի ընտանիքի մեջն ենք, այդ պաշտամունքը սկսեցինք վերլուծել, այդպես մի քույրիկ ասեց, որ այդ եղբայրը շատ զորավոր եղբայր էր։ Գիտեք, ես իմ կյանքի մեջ շատ եմ նայում հետ, անցյալին, նայում եմ այդ մարդը ինչի չմնաց, ինչի մնաց, ինչն էր պատճառը, եւ անցան տարիներ, ոչ այս քույրիկը կա, ոչ էլ այդ եղբայրը կա։ Շատերը նայում են առոգանությանը, ասում են, այստեղ ճվալով են խոսում, չէ, ճվում են, հեշտան չեմ հասկանում, գնամ, այնտեղ խաղաղ են խոսում, այն մեկն ասում է, որ հանգիստ են խոսում, բան չեմ հասկանում, կարծես այդ խոսքերի մեջ հանգիստ Աստծո զորություն չկա։ Եվ այդպես շատեր իրանց ճաշակն են բավարարում, բայց հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր, մենք որ գալիս ենք եկեղեցի, ինչն է մեզի հետաքրքրում ամենաշատը։ Արդյոք մարդկային իմաստությունը բավարար է ճանաչել Աստծուն։ Ավետարանը խոսում է Կորինթացիս թղթի մեջ, առաջի գլխի մեջ, բոլորդ լավ գիտեք, չէ՞, այդ խոսքերը ես ուզում եմ կարդամ, առաջի Կորինթացիս, առաջի գլխի մեջ, որովհետև գրված է իմաստունների իմաստությունը կկորցնեմ, խելոքների խորհուրդները կանարգեմ, ուր է իմաստուն, ուր է դպիր, ուր է այս աշխարհի քննող,
Չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Ուրեմն որովհետև Աստծո իմաստության մեջ աշխարհը իմաստությունով չճանաչեց Աստծուն։ Եղբայրներ, քույրեր, այս աշխարհի իմաստությունը բավարար չէ աշխարհը քննելու համար։ Անկամ աշխարհի իմաստությունը բավարար չէ, որ մարդ իրան լավ ճանաչե։ Արտուշ եղբայրը մի հետարքիր համար ասեց, ես բացեցի իմ մոտ, ասում է, որ իմաստունը, խելացին ու իմաստունը այն մարդն է, ով իրա ճամփան կարող է հասկանալ։ Մարդկային այս աշխարհի իմաստությունը մարդուն մեղքից չի ազատում։ Աշխարհի իմաստությունը մարդուն չի կարող սրբացնել, լուսավորել, բացել իր աչքերը, կիմանաս։ Մի հակառակը Եսայի մարգարության մեջ գրված է, որ այս աշխարհի իմաստությունը կարող է մեզ խելքից հանել եւ մոլորեցնել։ Եղիոսի ամենավերջի խոսքը Հոբին հետևյալն էր, ասում է Աստված չի հավանում ոչ մեկին, որ ինքն իր աչքին, որ իր անձի մեջ իմաստուն է իրան տեսնում, Աստված չի հավանում։ Աշխարհիկ իմաստությունը բավարար չէ մարդը ճանաչի Աստծուն։ Եվ մարդիկ ասում են, այստեղ գնամ, այնտեղ գնամ, այնտեղ գնամ, նայեմ, փնտրեմ արտաքինին, նայեմ ամեն ինչ եւ տեսնեմ, բայց եղբայրներ, քույրեր, դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որովհետև Աստված այդպես ուզեց, ընտրեց այս աշխարհի ոչինչներին։ Կիմանաս, այսինքն ոչինչ ասելով մենք ոչ թե ոչինչ ենք, աշխարհի համար ենք ոչինչ։ Ընտրեց այս աշխարհի հիմարներին, այսինքն ոչ թե մենք Աստծո համար հիմար ենք, աշխարհի համար ենք հիմար։ Երբ որ խոսեց Պողոս Առաքյալը խաչի քարոզությունից, լավ է որ բոլորս այդ խաչը մեր վրա ունենանք, դաջենք, գցենք, խաչվենք, խաչակնկվենք, դա հեշտ է լսել ու տանել, բայց որ ասենք աշխարհը այդ Քրիստոսի խաչով իմ համար խաչված է եւ ես աշխարհի, սա դառնում է հիմարություն։ Շատերը չեն կարողանում, խաչի խորհուրդը չի բացվում, եղբայրներ, քույրեր, դա մարդկային մտքից, մարդու իմաստությունից, աստվածապաշտությունը եւ Աստծուն ճանաչողությունը դա վեր բան է, դա մարդու խելքի բան չէ, եղբայրներ, քույրեր, կիմանաս, տեսեք աշխարհում իշքան մարդ կան, օրինակ մի հատ բան ասեմ, դուք տեսել եք, որ մարդիկ դաժան հանցագործություն են կատարել, օրինակ մարդասպանություն, եւ իրա մասին վկայել են հարևանները, ճանաչողները, գիտես ինչ են ասել են, մենք չէինք հավատա, այս մարդուց այսպիսի բան, այնքան շնորհքով մարդ էր, այնքան խելացի մարդ էր, այնքան մենք իրանից այսպիսի բան չէինք հավատա, չեք լսել, եւ դրա համար կարդամ Հակոբոսի թղթի մեջ գրված տողերը, եղբայրներ, քույրեր, Հակոբոսի թղթի մեջ գրված տողերը, գրված է 3 գլուխ 14 խոսքից, բայց եթե դառը նախանձ եւ հակառակություն ունիք ձեր սրտերում, մի պարծենաք եւ սուտ մի ասեք ճշմարտության դեմ, այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ տիվական։ Երկրավոր իմաստությունը մարդուն չի կարող նախանձից ազատել, տեսեք, օրինակ, տեսեք բանը, կամ վեճից, կռվից, տեսեք, մենք քանի ինստիտուտ ենք ավարտել, բայց տունը ամեն օր կռիվ է, հարց տամ ձեզի, քանի ինստիտուտ ենք ավարտել, իշքան խելացի ենք, օրինակ ասենք մենք
գիրտ, խելացի, բայց տունը վիճում են, անընդհատ վեճին վեճով, պատասխան, հակառակություն, բայց մենք շատ խելացի ենք։ Երկրավոր իմաստությունը, եղբայրներ քույրեր, չի կարող մարդուն ազատել մեղքից, հակառակությունից, պարծենկոտությունից, հա, հակառակ, ինչքան մարդը իրան իմաստունի տեղ է դնում, այնքան նայում ես պարծենկոտ, իր ասացի տեր, իրանից խելացի չկա։ Գիտեք Եսայի մարգարեն ինչ է ասում 5:21, վայ նրանց, որ իրանց աչքին իմաստուն են եւ իրանց առաջը գիտուն։ Այսինքն իմ աչքին, իսկ Աստծո աչքին, եղբայրներ քույրեր, եւ բայց Աստծո խոսքը հակառակն է ասում, տեսեք գրված է, ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ կա անկարգություն եւ ամեն չար բան։ Հասկիմանաք, մենք ունենք երկրավոր իմաստություն, բայց նախանձ կա, կռիվ կա, չարություն կա, բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է։ Այդ ո՞րն է այդ վերին իմաստությունը։ Ես կուզենամ արագ անցնեմ նրան, թե մարդ ինչպես կունենա վերին իմաստություն։ Հա? Ինչ կմտածեք, լավ իմաստուն չենք, բայց պետք է ունենանք այդ իմաստություն։ Որտեղից կլինի դա։ Ես առաջինը կարդամ Սաղմոս 119-ի 130 խոսքը, հա? Սաղմոս 119-ի 130 խոսքը։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս եւ իմաստուն անում պարզամիտներին։ Տեսեք, եղբայրներ քույրեր, մարդը, երբ որ Աստծո խոսքի հայտնություն է լինում, երբ որ ինքը այդ խոսքը սիրում է, տեսեք կարդամ 97 խոսքից, այ իմաստություն ունենալու համար, Աստված ճանաչողության համար, ճշմարտությունը ճանաչելու համար, մեր հավատքը սկսվում է այստեղից, ոչ թե վերջից, սկիզբը այստեղ է, եւ գրված է 97 Սաղմոս, որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա է իմ մտածմունքը, քո պատվիրանքները ինձ իմաստուն են անում իմ թշնամիներից, որովհետև նրանք հավիտյան իմս են, ավելի իմաստուն եղա, քան թե իմ ամեն վարժապետները, որովհետև քո վկայություններն են իմ մտածմունքը։ Եղբայրներ քույրեր, եթե եկեղեցու մեջ մեր ուշադրությունը գեղեցիկ քանդակներն է, զարդերն է եւ ոչ Աստծո օրենքը, եւ ոչ Աստծո պատվիրանը, եւ ոչ Աստծո խոսքը, Երեմիա մարգարության մեջ գրված է 8:9, ահա Տիրոջ խոսքը անարգեցին, էլի ինչ իմաստություն ունենք, եթե Աստծո խոսքը մեր կյանքը չէ, այդ պատվիրանը, մեր մտածմունքը, մենք չենք սիրում Աստծո օրենքը բացականչական նշանով, ինչպես այստեղ է գրված, այսինքն շատ եմ սիրում, որքան եմ սիրում, եւ եթե իմ հավատքը չի սկսվել Աստծո օրենքը պատվիրանը սիրելուց, հարց է առաջանում, ես կլուսավորվեմ, ինքս ինձ կճանաչեմ ճշմարտությունը, կունենամ երկնային իմաստություն, կտեսնեմ իմ մեջ ինչ կա, որի համար Հիսուսը աշխարհ եկավ, կճանաչեմ իմ բնությունս, իմ ծնունդս, իմ տեսակս, եթե Աստծո օրենքը չսիրեմ, մեղքի եւ մահվան օրենքը կբացվի ինձի, ես կհասկանամ, որ ես այս աշխարհում չէ, որ մեղավոր դառա, մեղքը հետս եմ աշխարհ բերել։ Գրված է մեկ մարդու ձեռքով մեղքը մտավ ուր աշխարհ։ Ով էր այդ մեկ մարդը, Ադամը, իսկ մենք Ադամի մեջն էինք, ով կարող է ասել, որ ես Ադամի փոխարեն լինեի, ուրիշ կլինեի, մեղքի միջոցով չէր գա աշխարհ, մեղքը մարդով է եկել աշխարհ, եւ եթե մարդ Աստծո օրենքը չսիրե, պատվիրանը չսիրե, չլուսավորվի,
չտեսնի, իմաստություն վերին ձեռք չբերե, ինքը իր աստվածապաշտությունը ունի ժամանակավոր բնույթ։ Կիմանաս, իրան գերում են ինչ-որ մարդկային հարաբերություններ, իրան գերում են ինչ-որ, չգիտեմ, հատվածներ, միգուցե աստվածաշունչից հատվածներ, միգուցե իրան գերում են, չգիտեմ, ինչ-որ մթնոլորտը, ինչ-որ բաներ, բայց բուն ճշմարտությունը բացվելու համար, ճանաչելու համար մարդուն հավատքի կյանքի մեջ պետք է առաջինը գերե իր սիրտը բացարձակ, իր սերը, իր փնդրտուկը, ցանկությունը դառնա Աստծո օրենքը։ Ես շատերը, որ այս մասին խոսում եմ, կարող է մտածեն հիմա օրենքի տակ են, բայց օրենքի տակ հասկացողությունը դա ուրիշ խնդիր է, այդ մասին առանձին խոսանք, բայց ես կուզեմ կարդամ Սաղմոս 19-ը, եղբայրներ, քույրեր։ Տիրոջ օրենքը անարատ է, նորոգում է, հոգին կնորոգ է, կիմանաս, մեր հոգին, եղբայրներ, քույրեր, պատկերացրեք, ես փնտրում եմ ճշմարտությունը, բայց Աստծո օրենքը ինձի դուր չի գալիս, կգտնեմ թե չէ, ես փնտրում եմ ճշմարտությունը, գնում եմ այստեղ, գնում եմ այնտեղ, տարբեր տեղեր, շփում, պես վերլուծում, քնում, պարկում, մտածում, հասկանում, վերջը պիտի ճաշակից տեղ տամ։ Եթե Աստծո օրենքը չեմ սիրում, Աստծո խոսքն ու պատվիրանին հետևելու, ապրելու ցանկություն չունեմ, ինչի է ասում ցանկություն, որտեվ տեսեք կարդամ գրված է. Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տերը վկայեց իր որդու մասին։ Տիրոջ վկայությունը Աստծո խոսքն է։ Եվ եթե Տիրոջը չենք լսում եւ կյանքը իր աչքերով չենք ուզում կյանքին նայել, ամեն սկզբունքներին նայել Աստծո տեսանկյունից, մենք իմաստուն չենք դառնա։ Տիրոջ պատվիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Մարդը լուսավորվելու կարիք ունի։ Մարդու միտքը, խելքը, չգիտեմ, իր կրթությունը երկրավոր, բավարար չէ, որտեղ Աստծո խոսքն ասում է, մենք իմաստություն ենք խոսում կատարյալների հետ, ոչ թե այս աշխարհի իմաստությունը, որ իշխաններից ոչով չճանաչեց։ Իշխանություն, ունենալ թագավորություն, ունենալ փառք, պաշտոն, գիտություն, դա քիչ է ճանաչել վերին իմաստությունը։ Դա պիտի մարդը լուսավորվի, լուսավորվելու մարդ պիտի սիրի Աստծո օրենքը, կիմանաս։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար, նրանք ավելի ցանկալի են, քան թե ոսկի, քան թե շատ մաքրված ոսկի, էլ ավելի քաղցր են, քան թե մեղր եւ մեղրահաց։ Եղբայրներ, քույրեր, անկեղծ ասած, ես որ ապաշխարել եմ, գրավիչ ոչինչ չկար։ Նստում ենք հատագին, ձեզ մի բան ասեմ, անապատի մեջ 5000 տղամարդ նստած էին Հիսուսի հետն էին, կանանցից, եւ երեխաներից ջոկ, 3 օր մտածում եմ, ինչ կար այնտեղ գրավիչ, ինչ կար այնտեղ գրավիչ, փափուկատորներ կար, չգիտեմ, արևը չէր զարգում վերևից, գեղեցիկ բնություն կար, առաքյալներն ասին, տեղս անապատ է, ինչ կար, որ այդ ժողովուրդը մնացել էր այնտեղ, ինչ կար, ինչ անենք, որ մենք Հիսուսի մոտ մնանք, բաներ ավելցնենք, սիրուն բաներ կազմակերպենք, եսի մինչեր անենք, եւ հետաքրքիր է, Հիսուսը որ հացը կուզեր տար, որտեղ նստեցրավ այդ ժողովրդին, որտեղ, ով գիտե որտեղ նստան, գրված է գետնին, գետնին նստելը հարմար է թե անհարմար, անհարմար է, բայց կարելի է, այդ ժողովուրդը ինչ կերավ, այդ ժողովուրդը կերավ ձուկ, հաց, իրանց ամենօրյա կերածներ, բայց կշտացան, ես կնախընտրեմ գետնին նստել, բայց Հիսուսի հետ լինել, ես կնախընտրեմ
ձուկ ու հաց ուտել, թեկուզ ամեն օր, բայց որը օրհնել է Տերը։ Եղբայրներ, քույրեր, եթե մարդուն հավատքի կյանքի մեջ Տիրոջ օրենքն ու պատվիրանը իր սրտովը չէ, ապա ի՞նչն է իր սրտով։ Ինչպես պետք է այդ մարդը լուսավորվի։ Ինչպես պետք է այդ մարդը, եթե Տիրոջ օրենքն ու պատվիրանը իր համար, իր հոգուն ախորժելի չէ, ցանկալի չէ, իր ներսը, ի՞նչն է։ Ես եմ քեզի ցանկալի։ Մի օր կմեռնիմ կերտամ, ում հետևից պետք է երտաս։ Այս շենքն է, Հիսուսն ասավ, քար քարի վրա չի մնա, որ չքանդվի, ամեն ինչ կանցնի։ Աստվածապաշտությունդ ինչի վրա կառուցես, ճաշակդ զարգացնես, ամեն ինչ կանցնի, բայց որ օրենքն ու պատվիրանը սիրես քեզ, ճշմարտությունը կբացվի, դու կլուսավորվես, ինչպես Աստծո խոսքն ասում է, քո ծառան նրանցով լուսավորվում է, եւ նրանց պահպանությունում շատ հատուցում կա։ Առակաց 3-րդ գլխի մեջ, 2-րդ գլխի մեջ ասում է, եթե հասկացողությանը կանչես, ինչպես է գրված, եթե հասկացողությանը կանչես, գանձերի նման նրան փնտրես, որտեվ 3:13-ում առակացի ասում է, իմաստություն երանի նրան, որ իմաստություն է գտել, նրա շահը արծաթից լավ է, ոսկուց ու արծաթից, ով կհավատա, ես փոքրուց որ ապաշխարել եմ, իմ սրտի մեջ այդ խոսքերը մտել են, ես հավատում եմ, որ երկնային իմաստությունը ամենաթանկն է, որտև Աստծո խոսքն ասում է, քո բոլոր ցանկալի բաները նրան չարժեն, դու այսպես, եթե մարդը այսպես փնտրի Աստծուն, ոսկու արծաթի պես, գանձի պես, հարստության պես, իրան տա հասկացողությունը, տես ինչ, այսպես խիստ խոսք է ասում, չէ, հասկացողությանը կանչես, մենք կանգնենք մտածենք, ինչի մենք չունենք հասկացողություն, ես Աստված ճանաչելու հասկացողություն չեմ ունեցել, դա սկսվում է Աստծո օրենքն ու պատվիրանները սիրելուց, եթե մարդուն դա հավատքի կյանքի մեջ մարդուն գերողը դա չէ, չգիտեմ ինչն է։ Եվ մեր կյանքում, եղբայրներ, քույրեր, եթե ես Աստծո խոսքը ապրելու, կատարելու, 2-րդ օրինացի մեջ գրված է 4-րդ գլուխ 6-ից 8 խոսքը, այս բոլոր բաները պահեք, կատարեք, ապրեք, որովհետև սա է ձեր իմաստությունը։ Եվ Պողոս առաքյալը աղոթք է անում, որ ժողովրդին բացվի հոր Քրիստոսի եւ հոր եւ Աստծո ծածուկ իմաստությունը, որի մեջ կան ամեն գանձերը պահված։ Քրիստոսը եղավ մեր իմաստությունը։ Այս շարունակություն կա, բայց ժամանակ չկա։ Աստծո օրենքը տանում է մեզի գերագույն իմաստության։ Կիմանաս, այս իմաստությունը, իհարկե Սողոմոնը խնդրեց իմաստություն, Տիրոջն է հաճելի էր, բայց ինքը թագավոր էր, ժողովրդին դադելու իմաստություն խնդրեց։ Ինքը թագավոր էր, բայց նոր կտակարանի մեջ ես մտածում եմ ավելի մեծ իմաստություն կա, քան Սողոմոնին։ Եվ Պողոս առաքյալն ասում է, մանկուց սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար։ Նոր կտակարանի իմաստությունը մեզ փրկում է եւ տանում է հոր առաջ Քրիստոս կյանքի միջոցով։ Փառք Տիրոջը։ Տա Աստված վերին իմաստություն ամեն մեկիս։ Տա Աստված, որ մենք սիրենք Աստծո օրենքը, պատվիրանը, խոսքը եւ այս ճանապարհով գնանք, որ Սուրբ Գիրքը մեզի հորդորում է եւ մխիթարում։ Եղբայրներ, քույրեր, Տերը թող օրհնեցես։ Դրա համար Երեմիա մարգարության մեջ գրված է, չէ՞, կարծեմ 9:23։ Իմաստունը իր իմաստությունով չպարծենա, հարուստը իր հարստությունով չպարծենա, ով որ պարծենում է, թող նրանով պարծենա, որ ճանաչում է եւ գիտե Աստծուն։
Տերը թող օրհնե ձեզ, զորացնե իմաստություն եւ շնորհք տա, վերին իմաստությունով լցնե մեր կյանքը, որ մենք ճանաչենք Աստծուն եւ իր խոսքի մեջ ապրենք, եղբայրներ, քույրեր, որ մեզի բացվի իրական կյանքը, որ լուսավորվենք եւ ճանաչենք երկնային բաները, որ Սուրբ Հոգուց մեզի տրվեցան Հիսուսից, որպեսզի մեզ բացվի եւ մենք ապրենք երկնային արժեքների համար, եղբայրներ, քույրեր։ Տերը թող օրհնե ձեզ, իմաստություն տա։ Խնդրում եմ կանգնենք, ոտքի աղոթենք